Եթերում ազատ ուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Միացյալ Նահանգների զինված ուժերը նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմականներից հարյուրներով տեխնիկա եւ տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։ Այս մասին հայտնում է Russia Today-ը, որն ուսումնասիրել է ԱՄՆ պետգնումների կայքը։ Պենտագոնի արձագանքը տարածված այս տեղեկությամբ։ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի ֆոնին տարածաշրջանային անվտանգությունը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Թե պաշտոնական Երևանը, թե միջազգային գործընկերները հետևողականորեն արձագանքում են այդ ապատեղեկություններին։ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվի առաջ քաշած նախապայմաններին, այդ թվում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին, առաջարկելով երկու երկրների սահմանադրություններն ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության։ Թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ 2 օրով Հայաստանում էին։ Նրանք այցելել են Մարգարա անցակետ, նաև Մատենադարան։ Ինչ նոտայով է ներկայացվել Հայաստան այցը, ինչպիսի հոդվածներ են գրել լրագրողները, թեմային անդրադարձել է իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Տոմսային համակարգի հարցում վերահսկողական գործառույթ տրամադրելու նախագիծը կներկայացվի ազգային ժողով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հաշվեկնիչ պալատի անդամի թափուտեղի համար ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ներկայացրել է ծավալած գործունեությունը, նաև պատասխանել падգամավորների հարցերին։ Սոցիալական աջակցության արդյունավետությունը մեծացնելու նպատակով պետությունը շարունակում է բարեփոխումների իրականացումը։ Նոր նախաձեռնությունը միտված է անապահովության գնահատման գործընթացը արդիականացնելուն։ Միացյալ Նահանգների զինված ուժերը նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմականներից հարյուրներով տեխնիկա եւ տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։ Այս մասին հայտնում է Russia Today-ը, որն ուսումնասիրել է Միացյալ Նահանգների պետգնումների կայքը։ Լրատվամիջոցի տվյալներով Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է տեխնիկա տեղափոխել Գերմանիայի Յուլմեն ռազմաբազայից Հայաստանի ԶԱՌ ուսումնական կենտրոն։ Նշվում է, որ տեղափոխումը տեղի կունենա հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը։ Գերմանիա տեխնիկան կվերադարձվի 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Պայմանագրով նախատեսվում է նաև տեխնիկայի տեղափոխում Հայաստանի արմավիրի զորավարժարաններից վրացական Փոթի նավահանգիստ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում տրանսպորտային միջոցներ, գեներատորներ եւ հատուկ բեռնարկղեր։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր ռուսական Russia Today գործակալությունը։ Armenpress-ի հարցին ի պատասխան Պենտագոնից հայտնել են Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով։ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի ֆոնին էլ տարածաշրջանային անվտանգությունը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում։ Երեկվանից Բաքուն անցել է իր այսպես կոչված ավանդական մարտավարությանը հայկական կողմից իբրև հրադադարը խախտելու վերաբերյալ տեղեկությունների տարածմամբ։ Սակայն թե պաշտոնական Երևանը, թե միջազգային գործընկերները հետևողականորեն արձագանքում են այդ ապատեղեկատվություններին ներկայացնելով իրադրության իրական պատկերը։ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվական արշավը, փորձելով լարվածություն ստեղծել սահմանին։ Մարտի 16-ին եւ 17-ին ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը 3 անգամ հայտարարեց, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը օպերատիվ կերպով հերքեց այդ պնդումները, ընդգծելով, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն եւ ուղղված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն։ Չնայած Բաքվի պնդումներին Եվրամիության դիտորդական առաքելությունը փաստում է, իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում։ Հարկ է նկատել, որ Բաքուն սկսեց ապատեղեկատվություններ տարածել այն բանից հետո, երբ կողմերը հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ դրա շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ի դեպ, այս մասին հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանն անմիջապես սկսեց իր հին երգը երգել, ներկայացնելով քանիցս առաջ քաշած պայմանները, Հայաստանի սահմանադրությունը փոխելու, Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։
Բաքուն ոչ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրման նոր պահանջներ է առաջ քաշում ու հրադադարի խախտման մասին ապատեղեկատվություն տարածում, այլև լուր աշխարհի հայտարարում է, թե իբր Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմի, որպես ապացույց ներկայացնելով ինչ-որ տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է հայկական կողմն իր դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնում։ Ավելին, իբրև Երևանը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել է Հնդկաստանից ձեռք բերած Պինակա զենիթահրթիռային համակարգերը, մինչդեռ Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը քանիցս հաղորդել է, որ եթե անգամ Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ են կատարվում, ապա դրանք իրականացվում են բացառապես պաշտպանական նպատակով։ Ավելին, ադրբեջանական քարոզչությունը հակասում է ինքն իրեն։ Օրեր առաջ Ալիևը այսպես ասած գլուխ էր գովում, պնդելով, թե իրեն հաջողվել է դադարեցնել Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարումները, իսկ հիմա խոսվում է այն մասին, թե իբր նոր զին տեխնիկա է տեղակայվել սահմանին։ Բացի դա, այդ ամենին զուգահեռ Ալիևյան ռեժիմը խուսափում է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելուց, մերժելով հայկական կողմի այս առնչությամբ առաջարկը։ Տեղի ունեցողի համատեքստում հետաքրքրական էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսի X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումը, որում նա նշել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Խոսել եմ Հիկմետ Հաջիևի հետ, նրան ասացի, որ պահն է վերջնականացնելու պայմանագիրը, ազատելու ձերբակալվածներին եւ տարածաշրջանը դարձնելու ավելի անվտանգ ու բարգավաճ։ Ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ քայլ են կատարել եւ համաձայնեցրել խաղաղության պայմանագիրը։ Ամերիկյան ոսկե դարը խաղաղություն եւ զարգացում կբերի աշխարհին եւ մենք կանգ չենք առնի, մինչեւ չհասնենք դրան։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները փորձում է շարունակել հանդես գալ որպես խաղաղության միջնորդ, ցույց կտա ժամանակը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Իրանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ։ Մասնավորապես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին ներկայացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակը։ Նաեւ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի գլխավոր թեմաներն էլ Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն էին, նաեւ Կովկասում տիրող իրավիճակը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկրի խորհրդարանի կայքում իր հեղինակած հոդվածն է զետեղել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ըստ նրա, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենալուրջ խոչընդոտը Հայաստանում ռևանշիստական միտումներն են։ Չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ երկու բանակցությունների շրջանակներում ձեռք բերված առաջընթացին Հայաստանում շարունակվող ռևանշիզմի միտումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների փոփոխության ուղղությամբ քաղաքական կամքի բացակայությունը, նաեւ արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի սրընթաց սպառազինումը շարունակում են հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնականացման համար ամենալուրջ խոչընդոտը մնալ, ասվում է հոդվածում։ Դրանում նաեւ նշվում է, որ այս հարցերը, այդ թվում Հայաստանից վտարված շուրջ 300,000 ադրբեջանցիների իրավունքների վերականգնումը Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում է։ Ազգային ժողովի նախագահ Արլեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բաքվի առաջ քաշած նախապայմաններին, այդ թվում Հայաստանի սահմանադրությանը փոխելու պահանջին, առաջարկելով երկու երկրների սահմանադրություններն ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, պարզելու արդյոք Ադրբեջանի պնդումները իրականության հետ աղերսուն են թե ոչ։ Նա նաև խոսել է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունների մասին, ներկայացրել, թե ինչով կարող է պայմանավորված լինել նման գործելակերպը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս փուլում Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ չի տեսնում։ Ազգային ժողովի խոսնակը ենթադրում է, որ ադրբեջանական կողմի մի քանի ապատեղեկությունների տարածումը, թե հայկական զինված ուժերը կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, իրենց նախագահի խոսքերն ամրապնդելու համար է, երբ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ կա զրո վստահություն։ Ասել եմ, որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, հա, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլն, եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրաց մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնա, նոր են հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրանց տեղեկություններ ունեն, իրանց արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանց աղբյուրներն ունեն։ Ալեն Սիմոնյանը նշում է, որ եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ Եվրադիտորդները հայտարարել են, որ կրակոցներ չեն եղել։ Ինչ վերաբերում է Բաքվի կողմից Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջին, ապա ազգային ժողովի նախագահն առաջարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունները ուղարկել Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, պարզելու արդյոք Ադրբեջանի պնդումներն իրականության հետ աղերսուն են թե ոչ։
Պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք, չէ, դրա հաջորդ քայլը ինչ ալնելու։ Եվ մենք գիտենք դրա շարունակությունը, լուծումը եւ այլը որն է լինելու եւ վարչապետի հարցազրույցի մեջ նաեւ այդ դրա պատասխանը մի մասով կա, բայց երևի այդ մեծ ծավալի մեջ դա դուրս է մնացել եւ հանրության մեջ այդքան չի քննարկվել այն բոլոր մտավախությունները, որոնք որ ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանության մեջ նման օրինակ բան կա թե չկա եւ վերջի վերջ այդ հարցը ոնց է լուծվելու։ Ալեն Սիմոնյանը հորդորում է որևէ ինտրիգ չփնտրել այն բանի մեջ, որ վարչապետը խաղաղության պայմանագրի հետ կապված նախ զրուցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի, ապա Իրանի, Ֆրանսիայի նախագահների հետ։ Ազգային ժողովի նախագահը նշում է, որ պայմանագրում բոլոր կետերը երկկողմանի են։ Խոսելով սահմանին երրորդ ուժի տեղակայումը բացառող դրույթի վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին, առ այն, որ պայմանագրի ստորագրումից եւ սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելուց հետո Ադրբեջանը կարող է նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանն ասաց, եթե հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, Եվրադիտորդների ներկայության ժամանակ էլ տեղի կունենա։ Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, որովհետեւ այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի կորբանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, Եվրոդիտորդների ներկայության ժամանակ է տեղի ունենա այդ հարձակումը։ Եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ, չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ, վկայությամբ իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, Եվրոդիտորդների վրա էլ կկարակեն, կհարձակվեն։ Հիշեցնենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծում Եվրադիտորդների մասին ոչ մի բառ, ոչ մի նախադասություն չկա։ Նրա խոսքով խաղաղության համաձայնագրում կա երրորդ երկրների ուժերի տեղակայման մասին։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայեն, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանի Հանրապետությունը ասել ենք բազմիցս, հիմա էլ ենք ասում, որևիցե փաստաթղթում նման բան չի ստանձնել։ Հայաստանի Հանրապետության միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինքնիշխանության եւ իրավասության տակ։ Ուրիշ տարբերակ չի քննարկվել, չի քննարկվում եւ չի քննարկվելու մեր համար, դա բազմիցս հայտարարել ենք, նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է, ասել է, որ ասում են միջոնց, դուք եք դեռ ժղայնանում, ես դա նկատի չունեմ, կա դրա տեսագրությունը կա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ ընդդիմության այն մեղադրանքներին, թե պայմանագրում պետք էր ներառել գերիների ազատ արձակման հարցը։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանը նման նախապայման դներ, ապա բանակցությունները կմցվեին փակուղի եւ իրավիճակն ուղղակի կսրվի։ Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում եւ 150 քանի գերից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել եւ պատանդ վերցվել, այսինքն եթե տենց հաշվարկենք կամ 150 քանիսից եթե այդ մարդկանց այս բանում չենք հաշվում 11 դարել եւ այդ տենց չի արվում։ Պետք է արվում է այլ դիվանագիտական ճանապարհ, իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին։ Իրանք մեզ, մենք իրանց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն ինչ որ անում է այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր եւ մարդիկ։ Ազգային ժողովի նախագահը Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում հստակ քայլեր է ակնկալում Միացյալ Նահանգների նոր վարչակազմից։ Նա հույս է հայտնում, որ այս առնչությամբ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը սոսկ հայտարարություն չի մնա։
Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն ոնց են մեր քերիներին, մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր, անկախ որ ժամանակ են գերեվարվել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։ Իսկ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան եւ Ադրբեջան, այս մասին հայտնել է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Այցը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 2-ը, իսկ Շտայնմայերին կուղեկցի կինը։ Հայաստանն այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շտայնմայերը կմասնակցի նաեւ մշակութային միջոցառումների։ Թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ 2 օրով Հայաստանում էին։ Նրանք այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցակետ, ծանոթացել գործարկման ենթակա այդ անցակետի հնարավորություններին, նաև այցելել էին Մատենադարան, ծանոթացել հայկական ձեռագրերին։ Իսկ այցի առանցքում հարցազրույցներն ու քննարկումներն էին Հայաստանի պաշտոնյաների եւ իհարկե Հայաստանի վարչապետի հետ։ Թուրք լրագրողների այցը արդարացրեց նպատակը։ Թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում եւ առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով եւ հաղորդումներով ներկայացվել են Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ինչ նոտայով է ներկայացվել Հայաստան այցը, ինչպիսի հոդվածներ են գրել լրագրողները, թեմայի վերաբերյալ փասերը կհամադրիմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, եւ այսպես այստեղ էին թուրքական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ինչպես նշեցինք, այցելել են տարբեր տեղեր եւ ամենակարևոր հարցազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք են եղել այն կարևոր շեշտադրումները, որոնք այս մասով եղել են։ Արա դիտարկելով հնարավոր բոլոր հրապարակումները, որոնք արել են թուրք լրագրողները Հայաստանից Թուրքիա վերադառնալուց հետո, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հետ կապված մեծամասշտաբ կերպով դրական շեշտադրումներով այսքան հրապարակումներ, հոդվածներ ու հարցազրույցներ երբևէ մի քանի օրում չեն տպագրվել ամբողջ պատմության ընթացքում։ Մեդիատուրին մասնակցած թուրք լրագրողները Թուրքիա վերադառնալուն պես տարբեր տեսակի ռեպորտաժներ, վերլուծություններ են պատրաստել, որոնք մի քանի անգամ նույնիսկ կրկնվել են ամենաառաջատար լրատվամիջոցներով, հեռուստաեթերում, ամենակարդացվող կայքերում, լրատվական գործակալություններում եւ այլն։ Շեշտադրումները ամենաշատ որ ուղերձների վրա է եղել Այդա։ Ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ հոդվածներ, վերլուծական հրապարակումներ են եղել, այդ թվում նաև տարբեր լրագրողներ, ինչպես կադրում տեսնում եք, հյուրընկալվել են թուրքական տարբեր լրատվական հաղորդումների եւ ընթացքում պատմել, թե ինչ շրջայց է տեղի ունեցել օրինակ Հայաստանի տարբեր հատվածներում, նույն ինքը թուրք-հայկական մարգարե սահմանակետում եւ ընդհանրապես թե ինչպիսի տպավորություններով են վերադարձել վարչապետ Փաշինյանի հետ հարցազրույցից հետո։ Ընդհանուր առմամբ կարող ենք հստակեցնել, որ գրեթե ամբողջությամբ լրագրողները ներկայացրել են Հայաստանի տեսակետը Հայաստան-Թուրքիա կարգավորման, սահմանի բացման, Հայաստան-Ադրբեջան կարգավորման եւ ամենակարևորը ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Հիմնական ուղերձները հասցվել են թուրք հասարակության ամենատարբեր շերտերին, որովհետեւ գիտենք լրագրողների մի մասը ընդդիմադիր դաշտից էր, մյուս մասը ավելի իշխանական եւ իհարկե կային նաեւ չեզոք դաշտից եկած լրագրողներ, եւ որ նաեւ շատ կարեւոր է միջազգային հանրությանը որոշ շեշտադրումներ հասցնելու իմաստով հարցազրույցները, հոդվածներն ու վերլուծական մնացած հաղորդումները եղել են ոչ միայն թուրքերենով, այլ նաև անգլերենով։ Առանձնացրել եմ Հայաստանից ոչ ավանդական ուղերձներ Անկարային վերնագրով հարցազրույցը, որտեղ թուրք լրագրողը շատ հետաքրքիր շեշտադրումներ է անում։ Նա Հայաստան կատարած իրենց այցը եւ վարչապետ Փաշինյանի հետ հարցազրույցը պատմական է որակում եւ իսկապես իր բնույթով այս ամենը պատմական էր, քանի որ տարիներ շարունակ նման փորձի փոխանակում եւ փորձառություն չէր եղել։ Հաղորդման տարբեր հատվածներում թուրք լրագրողը Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքականությունը որակում է տաբուներ կոտրող։ Թուրք լրագրողը մի քանի անգամ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշում իրական Հայաստան գաղափարախոսությունը, որով փորձում է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը այս տարածաշրջանում հստակ սահմաններով երկիր է։
Սա թուրք լրագրողի շեշտադրումն է։ Նա նաև նշում է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է ձեռնարկում թե Բաքվի, թե Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու եւ ընդհանրապես դեպի կարգավորում գնալու ուղղությամբ, սակայն ցավոք սրտի դեռ չի հաջողվում Հայաստանին այդ ջանքերը հասցնել իր վերջնական հանգրվանին, ինչի պատճառով ըստ թուրք լրագրողի Հայաստանում խորը հիասթափություն կա։ Նա նաև քննադատական գնահատականներ է հնչեցնում ուղղված Թուրքիային եւ թուրք կառավարությանը եւ հասարակությանը, այսինքն բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 3 միլիոնանոց Հայաստանը, ինչպես նշում է թուրք լրագրողը, կարող է մեծ տարածքային նկրտումներ ունենալ Թուրքիայի նկատմամբ։ Այս իմաստով թուրք լրագրողի կարծիքով չափազանցված է այս պնդումը։ Ընդգծում է, որ սահմանների բացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջև կաշխուժացնի այդ հատվածում առևտրատնտեսական կապը, զբոսաշրջությունը եւ հարաբերությունների կարգավորման հարցում էլ գուցե նաեւ Սփյուռքի դիրքորոշման մեղմացման համար լավ հանգամանք լինի։ Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի դերը։ Եկեք արձանագրենք, որ նաև իմ այսօրվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուրք լրագրողներից շատերը իսկապես չեն խորշել փաստել, որ Բաքուն իսկապես շատ մեծ ճնշում է գործադրում Անկարայի վրա, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտի, ինչի մասին թուրք լրագրողները բավականին հանգամանալից գրել են իրենց հոդվածներում։ Ըստ մի շարք այլ հրապարակումների հայ-թուրքական կարգավորման ջանքերը, որոնք գիտենք սկսվեցին 2022 թվականին ավելի ակտիվանալ, կանգ են առել հենց Բաքվի ճնշման պատճառով։ Նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Փաշինյանի քաղաքականությունը բնորոշել է ռազմավարական համբերություն, ուզում եմ մեջբերել իր խոսքերը։ Փաշինյանը մանր քայլերով առաջ գնալու, գործընթացը որևէ կերպ չխափանելու, ամեն նոր պահանջին նոր առաջարկներ ներկայացնելու միջոցով նպատակին հասնելու մարտավարություն է կիրառում։ Եվ առանձնացրել է մի փոքրիկ հատված էլ նրա հեղինակային հոդվածից, որը ավելի էմոցիոնալ է եւ ճիշտն ասած ինձ անակնկալի բերեց եւ նույնիսկ մի քիչ հուզեց։ Երբ Երևանից գնում եք դեպի թուրքական սահման, որը տևում է մոտավորապես 50 րոպե, Արարատ լեռան ապշեցուցիչ տեսարանը ավելի պարզ է դառնում։ Անշուշտ պետք է ասել, որ եթե Արարատը մարդ լիներ, նրա դեմքը դեպի Հայաստան էր նայելու, իսկ թիկունքը դեպի Թուրքիա։ Բայց դե հասկանում ենք, որ թուրքական դիվանագիտությունը սահմաններ չի ճանաչում եւ նրանք կարող են հենց այստեղ նման բաներ ասել։ Սրանք ընդհանրեն արձանագրումներ են այն հոդվածներից, այն վերլուծական հաղորդումներից, որոնք ամեն դեպքում կան եւ դրանք գրվել ու հրապարակվել են թուրք լրագրողների եւ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, ինչի հետ հաշվի նստել չենք կարող։ Բնականաբար այդ հրապարակումների մեկնաբանությունների տիրույթում մի ուրիշ խրախճանք է, հատկապես ակտիվացել են ադրբեջանցիները եւ այսօր բավականին շատ մեկնաբանություններ կարդացի, որոնք բնականաբար ինձ անակնկալի չբերեցին հայատյացության բարձր մակարդակով, այո, ադրբեջանցիների կողմից, ի տարբերություն թուրք մեկնաբանողների, որոնք բավականին չեզոք էին եւ ոչ այդքան ընդգծված հայատյացությամբ, ադրբեջանցիները բնականաբար խոսում են այն բոլոր պահանջներից, որոնք պարբերաբար հնչում են նրանց բռնապետի եւ իշխանության կողմից, սկսած սահմանադրության փոփոխությունից Հայաստանի ներկայացված նախապայմաններ, մինչեւ արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների հնարավոր վերադարձ Երևան եւ Հայաստանի այն տարածքներ, որոնք երևակայում են ադրբեջանական իրենք։ Ամեն դեպքում դրական նոտայով է եղել վերադարձը թուրք լրագրողների, այնպես որ կարող ենք ասել, որ նպատակին ծառայեց մեդիատուրը թուրք լրագրողների Հայաստան եկած։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից ներկայացնելու համար։ Անդրադառնանք այլ թեմաներին, տոմսային համակարգի հարցում վերահսկողական գործառույթ տրամադրելու նախագիծը կներկայացվի ազգային ժողով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Նիստում նաև ներկայացվել է հաղթանակ զբոսայգու արդիականացման ծրագրի ընթացքը։ Ավինյանն ասել է, որ հաղթանակ զբոսայգու կառուցման եւ վերականգնման ծրագիրը քաղաքապետարանի առաջնահերթությունների թվում է։
Մարտի 3-ից 16-ը Երևանի տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրվել է 4.440.181 վավերացում, որից տրոլեյբուսներում 157.192, մետրոպոլիտենում 1.007.615 և ավտոբուսներում 3.475.374 վավերացում։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ վաճառվել է 17.743.372 տոմս, իսկ հասույթը կազմել է 2.538.946.350 դրամ։ Այս տվյալները մեզ տալիս են հնարավորություն վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ եւ մասնավորապես երթուղիների վերադասավորումներ կազմակերպել, նույնիսկ մինչեւ ամբողջական 250 18 մետրանոց ավտոբուսների գնումը կարծում եմ սա մեզ հնարավորություն է տալիս հաշվի առնելով տարբեր գծերի ծանրաբեռնվածությունը որոշակի վերադասավորումներ կազմակերպել եւ ավելի թեր բեռնված գծերից ավելի բեռնված գծեր որոշակի շարժակազմի տեղափոխություններ իրականացնել։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ տոմսային համակարգի հարցում վերահսկողական գործառույթ տրամադրելու նախագիծը կներկայացվի ազգային ժողով։ Երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի եւ ամփոփվելուց հետո այն կներկայացվի այժմ։ Այնուհետև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տնտեսվարողներին հայտնեց նաեւ, որ քաղաքապետարանը շաբաթ եւ կիրակի օրերին եւս աշխատում է։ Ուստի տեղյակ են մայթեզրին ինքնական բարեկարգման աշխատանքներից, որոնք պահանջում են համապատասխան թույլտվություններ։ Նրա տեղեկացմամբ թույլտվություն ստանալու համար արդեն իսկ գործում են էլեկտրոնային բավականին պարզեցված հարթակներ։ Ենթադրում եմ ինչի է տրամաբանությունը եղել արագ եւ առանց թույլտվության անելու, որովհետեւ ենթադրվում է, որ նմանատիպ ձևով մենք թույլ չենք տալու եւ Երևան քաղաքի կենտրոնում մենք արդեն բետոնի սալիկների փոխարեն նաև ենթադրվում է, որ պետք է քարի սալիկներ տեղադրվեն, համապատասխան արդեն ամեն փողոցում որոշված տրամաբանությանը եւ հետեւաբար բոլոր տնտեսվարողներին խնդրում ենք հետեւել այս կարգին։ Հաջորդիվ Ավինյանն անդրադարձավ ապուրինի բոլոր գովազդային վահանակների տեղադրմանը, նշելով, որ քաղաքը տեսողական այդ աղբից ազատվում է։ Ուստի պետք է հետևողական լինել այս հարցում։ Քաղաքապետը նաև հետաքրքրվեց Հրազդանի կիրճում կատարվող աշխատանքներից, ինչին ի պատասխան նշվեց։ Պարոն քաղաքապետ, մենք Հրազդանի կիրճում ունեինք այդ դարավոր խնդիրը, որտեղ որ այդ հենապատի ջրերը գալիս են ու լցվում են ասֆալտը, քանդում են։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս երկու օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս երկու օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ ամբողջովին ասֆալտ կանենք։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն էլ ներկայացրեց Նորագյուղ թաղամասի վերակառուցման աշխատանքներում գլխավոր հատակագծից շեղումները բացառելու նպատակով իրավական ընթացակարգի ապահովման համար կատարված գործողությունները։ Նրա խոսքով լրամշակվել են համայնքի կողմից պոտենցիալ ձեռքբերողի հետ կնքվելիք պայմանագրի դրույթները եւ սահմանվել են նոր կարգավորումներ։ Արձագանքելով զեկույցին քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այն անհրաժեշտ է ներկայացնել կառավարության գործընկերներին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության հաշվեկնիչ պալատի անդամի թափուր համար ներկայացվել է Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ժիրայր Մխիթարյանը ներկայացրել է ծավալած գործունեությունը, նաեւ պատասխանել պատգամավորների հարցերին։ Հանձնաժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի մասնակցել քվեարկությանը։ Հանձնաժողովի մյուս անդամները կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։ Հարցն արդեն կքննարկվի առաջիկա ազգային ժողովի լիագումար նիստում։ Կարևոր է լինելու նաև ֆինանսական աուդիտի կարողությունների հետագա զարգացումը։ Ֆինանսական աուդիտների իրականացմամբ հաշվեկնիչ պալատի ստեղծած հավելյալ արժեքը մեկ բառով կարելի է բնութագրել որպես վստահություն։ Վստահություն մարդկանց համար, որ իրենց վճարած հարկերը օգտագործվել են այնպես, ինչպես արտացոլված է հաշվետվություններում։ Վստահություն պատգամավորների համար պետբյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելիս։ Այս ուղղությամբ առաջիկա տարիներին էական զարգացում է լինելու նաև հանրային հատվածի հաշվապարական հաշվառման ստանդարտների ներդրումը եւ դրանց հիման վրա կառավարության համախմբված ֆինանսական հաշվետվությունների մշակումը։
Հրապարակված հաշվետվությունները առանց աուդիտորական կարծիքի ունեն մի օգտակարություն, իսկ աուդիտորական կարծիքի առկայությամբ բոլորովին այլ։ Այդ հաշվետվությունները աուդիտի ենթարկելը թույլ կտա կարծիք արտահայտել ոչ միայն բյուջետային հոսքերի, եկամուտների ու ծախսերի, այլև պետության ունեցվածքի ակտիվների վերաբերյալ։ Սոցիալական աջակցության արդյունավետությունը մեծացնելու նպատակով պետությունը շարունակում է բարեփոխումների իրականացումը։ Նոր նախաձեռնությունը միտված է անապահովության գնահատման գործընթացը արդիականացնելուն, դարձնելով այն ավելի թափանցիկ եւ ճշգրիտ։ Նախարարությունից պարզաբանել են, թե ինչ փոփոխություններ են նախատեսում եւ ինչպես դրանք կազդեն շահառուի վրա։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։ Նպատակը մեկն է՝ բարձրացնել սոցիալական աջակցության հասարակությունն ու արդյունավետությունը։ Նոր մեթոդաբանությունը հիմնված է ընտանիքի տնօրինվող եկամուտների եւ ունեցվածքի գնահատման վրա, կիրառելով հիբրիդային ստուգման մեթոդ, որը համադրում է հարցազրույցները, տվյալների վերլուծությունը եւ տեխնոլոգիական գործիքների կիրառումը, թույլ տալով խուսափել հնարավոր չարաշահումներից։ Նախատեսվում է, որ նոր համակարգի ներդրմամբ կխթանվի աշխատունակ շահառուների տնտեսական ակտիվությունը եւ կբարելավվի սոցիալական ծառայությունների տրամադրումը։ Նոր համակարգն այս պահին դեռևս գործում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Արդեն կան առաջին դիմումատուները, որոնք ցանկանում են օգտվել նոր համակարգից։ Մենք արդեն տեղեկացել ենք մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից, որ Կապանում արդեն ունենք դիմումատու եւ ըստ էության արձանագրում ենք, որ գործընթացը սկսված է։ Թվային համակարգով են դիմումները լրացվում, իհարկե խորհրդատվություն տեղերում տրամադրվում է։ Այսպիսով շահառուները այլևս ստիպված չեն լինելու խորասուզվել թղթաբանության մեջ, շնորհիվ նոր համակարգի ներդրման, որն ունակ է ապահովելու այնպիսի իրավիճակ, որ սոցիալական աջակցություն ստանան հենց նրանք, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն։ Նման փոփոխությունը կարևոր քայլ է սոցիալական բարեփոխումների շրջանակում, որովհետև ենթադրում է անապահովության գնահատման արդիականացում։ Արդյունքում շահառուները կարող են առցանց եղանակով ներկայացնել իրենց դիմումները եւ հետևել դրանց ընթացքին։ Այս հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր փաստացի ստուգել տեղեկատվությունը քաղաքացիների մասին, որը 1 ամիս էր տևում։ Տվյալ դեպքում մենք ունենք երկփուլ տվյալների ստուգման հնարավորություն եւ այս ընթացքում ուղիղ շտեմարաններից տվյալների ստուգումը իրականացվում է, այսինքն քաղաքացին արդեն միանգամից հասկանում է ինքը հաջորդ փուլ կանցնի թե ոչ եւ կստանա արդյոք թե ոչ։ Գործընթացը անխափան աշխատող մեխանիզմի վերածելու համար նախարարությունը մարզերում շարունակում է աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի միասնական սոցիալական ծառայության մասնագետները պատրաստ լինեն նոր մեթոդաբանության արդյունավետ կիրառմանը։ Չնայած շահառուներն արդեն հմտացել են օնլայն գործիքների կիրառման հարցում, սակայն խնդիրներ լինելու պարագայում նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները մշտապես պատրաստական են քաղաքացիներին թե աջակցել, թե օգնել, թե գործիքների առումով, երբեմն ինտերնետի հասանելիություն չունենալու պատճառով մեր քաղաքացիները չեն կարողանում իրենց տնից կամ ինքնուրույն լրացնել։ Մեր տարածքային կենտրոններում մենք այդ մասին եւս հոգացել ենք եւ բոլոր տարածքային կենտրոնները Wi-Fi հասանելիությամբ ապահովված են եւ քաղաքացիները կարող են մոտենալ տարածքային կենտրոն, հենց մենք տեղում մեր պլանշետ կտրամադրենք, իրենք կարող են ինքնուրույն լրացնել դիմումները։ Այսպիսով նոր համակարգի ներդրումը ոչ միայն նպատակ ունի բարելավելու սոցիալական աջակցության ծրագրերի հասարակությունն ու արդյունավետությունը, այլև նպաստելու Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի խնդիրն է ապահովել հավասար գործակցություն եւ ԵԱՏՄ անդամ երկրների եւ ԵՄ-ի, նաեւ Մերձավոր Արևելքի, Արևելյան Ասիայի ու Միացյալ Նահանգների հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում 24 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է 2024 թվականի վիճակագրությունը, նշելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 154%-ով։ Ըստ նրա Ռուսաստանի հետ աճը կազմել է 156.5, իսկ Բելարուսի հետ ավելի քան 109%։ Պապոյանը պատասխանել է նաև Հայաստան Դաշնքի падգամավոր Ագնես Ախամոյանի այն հարցին, թե Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ն փոխանակել ԵՄ անդամակցության երազանքի հետ։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկումներ եւ առհասարակ նման օրակարգ չունի։ Օրակարգը հետեւյալն է, տնտեսությունը որքան հնարավոր է դիվերսիֆիկացնել, ընդ որում դիվերսիֆիկացիան դա չի ենթադրում ընդդեմ ԵԱՏՄ-ի ինչ-որ բաներ։ Իսկ եթե մենք օրինակ որևէ մի ապրանք ներմուծում ենք
մեկ այլ երկրից, որը ԵԱՏՄ անդամ չէ, բայց ԵԱՏՄ երկրներից էլ կարող ենք ներմուծել, դա նշանակում է, որ մեր առջև խնդիր է դրված այդ ապրանքը, եթե հնարավոր է ԵԱՏՄ այդ երկրից ներմուծել։ Եթե մենք որևէ ապրանք արտահանում ենք միայն ԵԱՏՄ երկիր, ապա մեր առջև ամբողջ նախարարության առջև խնդիր է դրված այլ երկրների շուկաներ էլ գտնել։ Կարճ ասած, սա մի գործընթաց է, որը ոչ կողմ է որևէ շուկայի, ոչ դեմ է որևէ շուկայի։ Սա կողմ է Հայաստանի Հանրապետությանը։ Անդրադառնանք միջազգային նորություններին։ Կիևը մտադիր չէ ճանաչել տարածքների կորուստը եւ չի համաձայնի իր զինված ուժերի համար սահմանափակումներ ներառել խաղաղության համաձայնագրում, նաեւ հրաժարվել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը միանալուց։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Մարտի 18-ին նա ընդգծել է, որ մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել տարածքների հարցը։ Թրամփը հիշեցրել է, որ շատ հարցեր կողմերն արդեն քննարկել են։ ԱՄՆ ղեկավարի խոսքով հանգստյան օրերին մեծ աշխատանք է կատարվել։ ԱՄՆ-ն խոստացել է շարունակել Եմենի Անսար Ալլահ շարժման հութիներին հարվածներ հասցնել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարել հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի վրա։ Fox News-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Այս պահին, երբ հութիներն ասեն մենք կդադարենք կրակել ձեր նավերի վրա, այդ ժամանակ մենք կդադարենք կրակել անօթաչուների վրա։ Այս արշավը կավարտվի, բայց մինչ այդ այն անողոք կլինի, ասել է Հեքսեթը, հավելելով, որ սա կարևոր ջրային ուղի է, որով պետք է վերսկսվի ազատ նավագնացությունը, ինչը նաև ԱՄՆ-ի ազգային շահերից է բխում։ Ըստ Ալ-Մայադինի մարտի 17-ին ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդայի եւ Այլ-Ջաուֆի նահանգներում գտնվող օբյեկտների։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին ռազմական ինքնաթիռի թռիչքի տեսանյութ է տարածել, նշելով հութիների դեմ գործողությունների շարունակելու մասին։ Իր հերթին մարտի 17-ի վաղ առավոտյան հութիների ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում շարժումը երկրորդ անգամ հարված է հասցրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան Հարի Թրուման ավիակիրին։ Նա նշել է, որ մի քանի ժամ շարունակվող բախումների ընթացքում ամերիկյան ավիակիրի վրա են արձակվել բալիստիկ եւ թևավոր հրթիռներ, նաեւ անօթաչու թռչող ձեռքեր։ Ավստրալիան միացել է կամավոր երկրների կոալիցիային, հաստատելով իր զինվորականներին որպես խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու իր պատրաստակամությունը, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանզեն։ Կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ հաստատել է Ավստրալիայի պատրաստակամությունը հաստատ եւ անշեղորեն աջակցել Ուկրաինային։ Մենք բաց ենք քննարկելու ապագա խաղաղապահ ջանքերին մասնակցելու ցանկացած խնդրանք, ասել է նա, ընդգծելով, որ դա բխում է Ավստրալիայի ազգային շահերից, քանի որ այն ինչ տեղի է ունենում Եվրատլանտյան տարածաշրջանում լուրջ հետևանքներ ունի Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։ Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը 7-օրյա սուգ է հայտարարել, նաև արտակարգ նիստ է հրավիրել գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով 59 մարդ է զոհվել, 155 մարդ վիրավորվել, բացի այդ ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, խմբի միայն մեկ անդամ է ողջ մնացել, նա հիվանդանոցում բուժում է ստանում։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հրատեխնիկական սարքերի կայծերի պատճառով, որոնք դիպել են դյուրավառ նյութից պատրաստված առաստաղին զոհերի եւ ուտուժածների մեծ մասը 18-ից 20 տարեկան են։ Միացյալ Նահանգներում վերջին 3 օրերի ընթացքում հարյուրավոր փոթորիկներ են մոլեգնել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, փոթորիկներին զուգահեռ եղել են նաև բազմաթիվ պտտահողմեր։ Փոթորիկներ են մոլեգնել Միսուրի, Արկանզաս, Տեգաս, Օկլահոմա, Կանսաս, Ալաբամա եւ Միսիսիպի նահանգներում, բացի զոհերից 100-ից ավելի մարդիկ վիրավորվել են, 100 հազարավոր մարդիկ մնացել առանց էլեկտրականության, վնասվել են տներ։ Փոթորկի պատճառով Օկլահոմայում նաև անտառային հրդեհներ են մոլեգնել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևում է փոթորկի հետ կապված իրավիճակին։ Նա Արկանզաս է ուղարկել ազգային գվարդիայի զինվորներին։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։